Այսօր Մաքսայինի միջազգային օրն է։ Օրվա առթիվ միջոցառումը մեկնարկել է առավոտից։ Մաքսային վերահսկողությունը, տնտեսական անվտանգությունը, գերատեսչության գործունեությունը և պլանավորված նախագծերը սրանք այն հարցերի մի մասն են, որոնց մասին զրուցել են խոսքով ելույթ ունեցողները։ Գինը կարգավորելու հարցի վերաբերյալ հերթական հանդիպում է կայացել։ Այս անգամ կառավարական համակարգող հանձնաժողովը հանդիպում է արտադրողների հետ։ Բացի սննդամթերքից, կառավարական հանձնաժողովը ծրագրում է ուսումնասիրել նաև դեղամիջոցների և վառելիքի շուկան։ Վարչապետի նախաձեռնությանը, որ երկրում գների իջեցման նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, վրացական երազանքում դրական են գնահատում և ասում, որ երկրի աճող տնտեսական ցուցանիշները պետք է անդրադառնան քաղաքացիների վրա։ Իսկ ընդդիմությունը նշում է, որ այս գործընթացը ուշացած է և անարդյունք ու անարդյունավետ կլինի։ Քաղաքական բանավեճերի անցկացման վերաբերյալ վրացական երազանքը լրատվամիջոցներից սպասում է կոնկրետ առաջարկների։ Նրանց հայտարարությամբ պատրաստ են խորհրդակցությունների և քննարկումների բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Իշխող թիմում պարզաբանում են, որ մոտ 2 շաբաթում պետք է ձևավորվի և անցկացվի բանավեճերի առաջին ձևաչափը։ Զուգահեռաբար խորհրդարանի մեծամասնությունը մեղադրում է ընդդիմությանը բևեռացման և ատելության լեզվի տարածման մեջ և հայտարարում, որ նման ձևաչափերը կթուլացնեն այս իրավիճակը։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նրանք հերքում են մեղադրանքները։ Նրանցից մի մասը պատրաստակամություն է հայտնում բանավեճերի համար, իսկ մյուս մասը առաջադրում է որոշակի վերջնագրեր քննարկումների անցկացման համար, այդ թվում կալանավորների ազատ արձակումը։ Վրացական երազանքի կողմից տարբերվող կարծիքի աճող ճնշումը այս խորագրով Հելսինկյան հանձնաժողովը մեր երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հատուկ ճեպազրույց կանցկացնի։ Տեղեկատվությունը տեղադրված է հանձնաժողովի կայք-էջում։ Ճեպազրույցը տեղի կունենա հունվարի 28-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 23:00-ին։ Նույն օրը նախատեսված նիստում ելույթ ունեցողներից մեկը կլինի Լաուրա Թորնտոնը։ Իշխող թիմում Հելսինկյան հանձնաժողովից որևէ դրական բան չեն ակնկալում։ Իսկ ազգային շարժման մեջ պարզաբանում են, որ զարմանալի չի լինի, եթե իշխող թիմի հասցեին հնչեն չափազանց ծանր հայտարարություններ։ Եվրոպացիների մեծամասնությունը ապագային նայում է հոռետեսորեն, գրում է Պոլիտիկոն և տարածում ռազմավարական կապերի ընկերություն FGS Global-ի արդյունքները։ Հոդվածի համաձայն հարցման արդյունքում պարզվել է, որ եվրոպացիները հոռետեսորեն են տրամադրված աշխարհում տիրող իրավիճակի, իրենց երկրների և ԱՄՆ-ի նախագահի ստեղծած վտանգների շուրջ։ Հարցվածների 63%-ն հայտարարում է, որ լավագույն տարիները արդեն անցյալում են, իսկ 77%-ը կարծում է, որ իրենց երկրում կյանքը հաջորդ սերնդի համար ավելի դժվար կլինի։ Ինչպես Պոլիտիկոն է նշում, հոռետորական տրամադրությունները հատկապես արձանագրվել են Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։ Եվրոպացիների մեծամասնությունը 76%-ը կարծում է, որ իրենց երկրում ժողովրդավարությունը նվազման փուլում է։ Պեսիմիստական տրամադրություններն առավել բարձր են եղել Ռումինիայում 91%, Հունաստանում 88% և Բուլղարիայում 86%։ Տեղեկատվության համաձայն գրեթե բոլոր հարցված երկրների մեծամասնությունը համարում է, որ իրենց երկիրը սխալ ուղու վրա է։ Բացառություն են կազմում Լեհաստանը, Լիտվան և Դանիան։ Հարցին համաձայն են, որ իրենց երկրները պետք է ավելի վստահորեն պաշտպանեն իրենց ազգային շահերը, նույնիսկ եթե դա անհամաձայնություններ առաջացնի այլ երկրների հետ, 71%-ը դրական է պատասխանել։ Միաժամանակ հարցին արդյոք արժանի է Դոնալդ Թրամփը Նոբելյան մրցանակի, հարցվածների 77%-ը պատասխանել է ոչ։ Հարցումն անցկացվել է ռազմավարական կապերի ընկերություն GFS Global-ի կողմից 2025 թվականի նոյեմբերին։ Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 11,000 մարդ Եվրամիության 23 երկրներից, այդ թվում Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա։ Հնարավոր սխալը 4,4% է։ ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհվել է 11 մարդ, միլիոնից ավելի բաժանորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությամբ մահացել է 5 մարդ։ Վատ եղանակի պատճառով ԱՄՆ-ում չեղարկվել է ավելի քան 17,000 չվերթ։ Օդանավակայանների մեծ մասը փակ է։ Տարբեր քաղաքներում, այդ թվում Նյու Յորքում, Չիկագոյում և
Քլիվլենդում անցել են հեռակա ուսուցման։ Երկրի 18 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն։ Օդերևութաբանների տեղեկացմամբ ԱՄՆ-ում այս շաբաթ նույնպես կշարունակվեն ձյունը, փոթորիկը, անձրևը և սառնամանիքը։ Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչությունը մասնակցում է ԱՄՆ-ում ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին։ Վարչության հետ միասին ներկայացված է նաև վրացական մասնավոր բաժինը։ Ցուցահանդեսի շրջանակներում Վրաստանի ստենդի մոտ այցելուներն ու օտարերկրյա տուրօպերատորները հնարավորություն կունենան ծանոթանալու մեր երկրի զբոսաշրջային ուղղություններին, ստանալու տեղեկություններ զբոսաշրջային արտադրանքների և հանգստավայրերի մասին։ Ֆրանսիայի ազգային անսամբլը արագացված կարգով քննարկում է օրինագիծ, որը արգելում է սոցիալական ցանցերի կիրառումը մինչև 15 տարեկան երեխաների համար։ Օրինագիծը ներկայացրել է Ռենեսանսի անդամ Լոր Միլերը։ Ըստ փաստաթղթի 15 տարեկանից ցածր երեխաների համար պետք է արգելվի ինչպես սոցիալական ցանցերի, այնպես էլ միջնակարգ դպրոցներում բջջային հեռախոսների կիրառումը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել խորհրդարանին հնարավորինս արագ ընդունել սոցիալական ցանցերի մասին օրինագիծը, որպեսզի այն ուժի մեջ մտնի նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ։ Հիշեցնենք, որ միաժամանակ Մեծ Բրիտանիայում քննարկվում է երեխաների համար սոցիալական ցանցերի արգելքը, իսկ երկրում նաև կարծում են, որ դպրոցներում բջջային հեռախոսների կիրառման վերահսկողությունը պետք է խստացվի։ Անցյալ ամիս Ավստրալիայում արդեն արգելվել է 16 տարեկանից ցածր երեխաների սոցիալական ցանցերի կիրառումը։ Reuters-ի տեղեկությամբ աշխարհում կարգավորիչ մարմինները փորձում են նվազեցնել այն ռիսկերը, որոնք կապված են երեխաների կողմից սոցիալական ցանցերի կիրառման հետ, ինչպես նաև ուսումնասիրեն էկրանների դիմաց անցկացվող ժամանակի ազդեցությունը նրանց զարգացման և հոգեկան առողջության վրա։ Կանադան չի պատրաստվում ազատ առևտրի համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։ Երկրի վարչապետը հայտարարել է, որ դա անել չի կարող Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի միջև եռակողմ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների համապատասխան։ Նրա խոսքով Չինաստանի հետ իր համաձայնագրերը միայն լուծում էին Պեկինի և Օտավայի միջև առևտրային խնդիրները, իսկ Կանադան հարգում է Կանադա-ԱՄՆ-Մեքսիկա համաձայնագրով նախատեսված պարտավորությունները։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Կանադային սպառնացել էր 100%-անոց սակագներով, եթե երկիրը կնքեր առևտրային համաձայնագիր Չինաստանի հետ։ Իսկ մինչ այդ Կանադան և Չինաստանը հասել էին համաձայնության սակագների նվազեցման հարցով։ Կանադայի վարչապետը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր երկրի հարաբերությունները Չինաստանի հետ դարձել են ավելի կանխատեսելի, քան Միացյալ Նահանգների հետ։ Եվրոպացի քաղաքական գործիչները պետք է գնահատեն, որ ներկայացնում են ազատ, անկախ պետություններ։ Դեռ վաղ է Եվրոպայում թուլանալը, երբ ռուսական ռազմական մեքենան կանգ չի առել, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Լիտվայում հունվարյան ապստամբության 160-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։ Վլադիմիր Զելենսկին զրուցել է Բելառուսում ներկայիս իրավիճակի մասին և նշել, որ շահեդ անօդաչու թռչող սարքերի ռուս օպերատորները Ուկրաինայի դեմ գործում են Բելառուսի տարածքից։ Նրա խոսքով պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ երբ ժողովրդավարական շարժումները մնում են առանց աջակցության, ապագա հակամարտությունները անխուսափելի են դառնում։ Վիլնյուսում Լիտվայի և Լեհաստանի նախագահների հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Զելենսկին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը 100%-ով պատրաստ է ստորագրելու համար, և Ուկրաինան սպասում է, որ գործընկերները կորոշեն կոնկրետ ամսաթիվ ստորագրելու համար։ Զելենսկու խոսքով դրանից հետո փաստաթուղթը պետք է վավերացվի ԱՄՆ-ի Կոնգրեսի և Ուկրաինայի Վերագույն Ռադայի կողմից։ Նրա խոսքով անվտանգության երաշխիքների եվրոպական մասը պետք է ընդգրկի ցանկացողների կոալիցիայի աշխատանքի արդյունքները և Եվրամիության անդամակցության ամսաթիվը։ Ուկրաինան տեխնիկապես պատրաստ կլինի բոլոր խմբավորումները բացելու համար 2026-ի առաջին կիսամյակում և լիովին պատրաստ կլինի տեխնիկական մակարդակով անդամակցելու 2027 թվականին։ Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ տարածքային հարցի վերաբերյալ նրա դիրքորոշումը անփոփոխ է և նշել, որ առաջընթացը պահանջում է բոլոր կողմերի պատրաստակամություն
փոխզիջումների գնալու համար։ Իսկ Լիտվայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը Լիտվայի ռազմավարական շահերի մեջ է և ցանկանում է, որ դա տեղի ունենա մինչև 2030 թվականը։ Լեհաստանի նախագահի խոսքով նրա մեջ կասկած չկա, որ ռազմավարական տեսանկյունից Ուկրաինայի ուղին դեպի արևմտյան քաղաքակրթություն է կամ դրա մի մասն է, սակայն կոնկրետ ամսաթվեր նշելուց ձեռնպահ է մնացել։ Սերբիայի նախագահը գտնում է, որ պատերազմի ավարտի ծրագրի մի մասը 2027 թվականին Ուկրաինայի Եվրամիության անդամակցությունն է, սակայն որոշ անդամ պետություններ դրան դեմ են։ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ եվրոպական երկրները բացահայտ սկսել են քննարկել Ուկրաինայի Եվրամիության հնարավոր պարզեցված անդամակցության ընթացակարգը որպես խաղաղության ծրագրի մի մասը, սակայն որոշ անդամ պետություններ դրան դեմ են։ Վուչիչի խոսքով պատերազմի ավարտի ծրագրի մի մասը ենթադրում է, որ Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ 2027 թվականի հունվարի 1-ից։ Դա պահանջում է փոփոխություն բլոկում նոր երկրների ընդունման ընթացակարգում։ Ինչպես հայտնում է Վուչիչը, ծրագրին չեն համաձայնի Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան և Սլովակիան։